բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներին, բոլոր նրանց, ովքեր մշտապես դիտում են իմ տեսանյութերը և շատ ջերմ մեկնաբանություններ են գրում։ Ապրեք դուք, երջանիկ եղեք, պաչիկներս դες։ Միացած ես ցույց տալու իմ նոր գնած շալվարը, որ շատերին հետաքրքրեց և գույնը շատ լավն է, շատ հաճելի, փափուկ և հարմարավետ շալվար է։ Սիրելիներս տանից դուրս էի գալիս, առիթից օգտվեցի միանալու ձեզ և ցուցադրելու իմ շալվարը։ Դե արդեն բնականաբար հասկանում եք, որ նախաճաշել եմ իմ սովորական չիայի սերմերով և հունական մածունով, որից հետո էլ սուրճս եմ խմել։ Բայց մի բան էլ եմ ուզում ձեզ ասել, երեկ իմ բժշկի մոտ հանդիպման էի, դե այստեղ ժեներալիստ են ասում, ես փորձեմ հայերեն ասել, կարծես թե ընտանեկան բժիշկը լինի։ Ընտանեկան բժիշկը ստուգեց նայեց, դե երկար ժամանակ իր մոտ չի եղել, միշտ փոխարինողի մոտ է եղել, նայում է ինձ, տեսնում է, որ նիհարել եմ, զարմանում է, ինչ եմ արել, ոնց եմ արել, դե ասում եմ, որ պահպանել եմ ռեժիմ, ինքը գիտես շատ մտերիմ ենք իրար հետ, ասել եմ, որ ալիքում եմ, ասում եմ, դու քո օրինակը քո ալիքում տարածի թող բոլորը առողջ սնվեն, առողջ ապրելակերպով զբաղվեն, ասում եմ, շատ մոտիվացնող նյութ կունենաս, ասում եմ, արդեն ասել եմ, թե ինչպես եմ բուժել իմ ճարպոտ լյարդը, ունեմ տեսանյութ, ասում է, անընդհատ ասաս, և ես էլ հասկացա, թե ինչ ասում եմ, գիտեմ շատ դժվար է, շատերի համար դժվար է իրենց զրկել քաղցրից, թխվածներից, ասում եմ, հայ ազգը մեջ, թխվածքասեր ժողովուրդ է, ծիծաղում է, ասում եմ, ինչ շատերը ասում են, որ մենք չենք պատկերացնում ես առանց թխվածքի ոնց կարելի է, թեկուզ մի փոքր սուրճի հետ, կարճ ասած ասում են, շատ սխալ է այդպես, դու անընդհատ ասա, որ մարդիկ, թեկուզ մեկը, որ փոխվի լսելով քեզ, սկսի առողջ սննդակարգ օգտագործել, առողջ ապրելակերպով զբաղվել, շատ օգուտ տված կլինի քո ալիքը, ասում եմ, լսում եմ, դոկտոր ջան։ Դե հիմա սիրելիներս բազմաթիվ անգամներ եմ ասել ձեզ այս առողջ սննդակարգի հետ կապված և բոլոր իմ տեսանյութերում արդեն 1 տարուց ավել է, անընդհատ եմ ասում, շեշտում եմ, սիրելիներս լուրջ վերաբերվեք ձեր առողջությանը, որը մեզ համար շատ կարևոր է, հատկապես, որ այնպիսի կարճ կյանք ենք ապրում, որ ժամանակի չենք ունենում, հետո որ հիվանդանում ենք, ափսոսում ենք, որ ինչու ժամանակին ճիշտ ձևով չապրեցինք։ Ամեն դեպքում ես կողմ եմ նաև այն մտքին, որ ամեն մարդու օրգանիզմ տարբեր է, բայց եթե ճիշտ սննդակարգ ես օգտագործում, ուրեմն արդյունքները դրական են լինելու։ Այնպես որ մեկ անգամ ևս եմ ասում իմ բժշկուհու, նաև հորդորով, որ բոլորդ հետևեք իմ տեսանյութերին, տեսնեք թե ինչ ենք անում։ Եվ ոչ միայն սնունդն է, սիրելիներս, նաև ֆիզիկական վարժությունները, ամենաշատը քայլելը։ Քայլեք օրական 30 րոպե, 20 րոպե, արագ քայլեք, ոչ թե այսպես չեմելով, այլ արագ քայլեք, քայլելը շատ լավ է հոդերի համար։ Ինչու եմ ասում նիհարեք, որովհետև հոդացավերը սկսվում են հենց մարդու գիրանալուց, մարդու կշիռը շատանում է և այլևս հոդերը, հատկապես ծնկները չեն կարողանում լավ աշխատել։ Ուստի հենց առողջության տեսակետից է շատ հարմար հետևել նաև իմ ասածներին։ Ես քայլում եմ, տանը վարժություններ եմ անում, արթնանում եմ, վարժություններ եմ սկսում անել և միշտ եմ ասում, հատկապես եթե տեղի մեջ ես այդ վարժությունները ձեզ ասել եմ արեք, հարմար չի տեղի մեջ անել, արթնանալուց հետո աշխատեք տանը բոբիկ քայլել, երեխաները, որ սկսում են բոբիկ քայլել, մենք սովոր էինք, չէ, սովետի ժամանակ ասում էինք, վայ, հագի հողաթափերդ, վայ, արի քեզ գուլպաներ հագցնեմ, թույլ տվեք երեխաները առողջ մեծանալ, նրանք դրանով կոփվում են և ընդհանրապես ոտքի ներբանների տակ շատ նրվեր կան, որոնք օգուտ են ցանկացած մարդու համար, դրա համար ես որ նոր եմ արթնանում, միշտ բոբիկ եմ քայլում, ճիշտ է ընթացքում հողաթափեր եմ կրում, բայց էլի օրվա մեջ հանում եմ հողաթափերը, սիրելիներս,
վարժությունները բազմաթիվ են եւ ամենալավ վարժություններից մեկը այն է, որ հենց արթնանում եք, ահա հողաթափերս հանեցի, արթնանալուց հետո գամ ես կողմ որ չխփեմ լուսամփոփին, ամենահեշտ վարժությունը այսպես թափահարելն է ոտքերի վրա բարձրանալով, նայեք, շատ լավ վարժություն է, իհարկե շնչելը կառավարում եք, խորհուրդ եմ տալիս 50 անգամ անել, բայց ես սովորություն ունեմ, 10-ից 20 է իմ չափը, ամեն օր դանում եմ, թևերի այսպես թափահարումը, որ հատկապես ամբողջ օրը նստած հեռախոսի մեջ ենք կամ ինչ-որ նստած դիրքով ենք, այս թափահարելն է եւ մյուս տարբերակն էլ ամենահեշտը նման էլի ոտքերի այսպես սայրերով ամբողջ մարմինը ձգվում է։ Եվ ամենայն սիրածը, որ միշտ ձեզ ցույց եմ տվել, այսպես ծափերը։ Ահա, նման վարժությունները իրար հետևից 10-ից 20 անգամ որ անեք, դուք արդեն արյունը շրջանառության մեջ եք դնում եւ շատ ակտիվացնում եք։ Իմ ամենասիրած վարժություններից մեկը ոտնաթաթերի վրա այսպես շարժումներն է, որը կոճերի համար շատ ավելի լավ է։ Դանդաղացնում է այդ process-ը ծռվելու, մեծանալու, ահա, այս շատ լավ է։ Եվ մի հատ վարժություն էլ նորից ձեզ ասեմ, այսօրվա համար այսքանը կատարեք։ Տարիքի հետ ելնելով, թե մարդու օրգանիզմից է, կան մարդիկ, ովքեր հաճախամիզությամբ են տառապում եւ գիշերները արթնանում են, որն իրենց խանգարում է։ Ուրեմն որպեսզի դուք հետաձգեք դա, այդ process-ը դանդաղի, դուք կարող եք, էլի եմ ասել, այսպես ծնկաչով եւ ոտքերը տանում եք, բերում եք։ Ահա, նույնիսկ այսպես, առանց ձեռքերի, ահա։ Օրական մինչև 50 հա, բայց սկսեք 10-ից։ Ժողովուրդ ջան, կատարեք ինչ որ ասում եմ։ Եվ իհարկե, ուղեղի, մարզման, տարիքի հետ նորից եմ շեշտում, մոռանում ենք շատ բաներ, մարզում ենք նաև ուղեղը։ Իհարկե կան բազմաթիվ վարժություններ, էլի տարբեր բաներ, եւ հիշողության կորուստ եք ունենում։ Ուստի այն բաները, որ դուք սովոր եք անել, ենթադրենք մենք միշտ քայլում ենք առաջ։ Հիմա փորձեք տանը քայլել ետ։ Այս դեպքում ձեր ուղեղը սկսում է մտածել, որովհետեւ մենք սովոր չենք։ Իսկ մնացած գործողությունները մենք կատարում ենք ավտոմատ։ Հաշվելը, հաշվեք սովորաբար մեկից ենթադրենք մինչև 100-ը, 100-ից իջեք ներքև 99, 98, 97, 96, 95 այս process-ը, որովհետև արդեն սկսում ենք մտածել։ Եթե սովոր եք ատամները մաքրել աջ ձեռքով, փորձեք ձախով անել, տեսեք ինչքան հեշտ է։ Փորձեք մտապահել հեռախոսի համարները։ Ճիշտ է, հիմա մենք անուններն ենք գրում, բայց այս թվային հիշողությունն էլ է օգնում ուղեղի զարգացմանը, ուղեղը չի ժանգոտում, ժողովուրդ ջան, եւ ձեռքի այն վարժությունները, որ մշտապես ձեզ էլի ասում եմ, հետևեք իմ տեսանյութերում, տեսեք, դուք ինձ հարցնում եք, ես չեմ զլանում, հիմա դա անում եմ, բայց կշկնվում եմ, դրա համար ամենահեշտ վարժությունը այսպես եք անում, որից հետո էլ երրորդ, ահա, նման վարժություններ եմ ասում, փակում ենք, այս բացում ենք, այս փակում ենք, բացում ենք, փակում ենք, ահա, սա ենք անում և ամենաթատ այս մատերը շատ կարևոր են, այս, տեսեք ինչքան հեշտ վարժություններ եմ ասում և շատ տիպի վարժություններ եմ ձեզ ասել, նաև ամենահեշտ բաներից մեկը, ասենք 5 հատ ցույց ենք տալիս, այստեղ այսպես ենք անում, հիմա սա ենք բացում, ահա, տեսեք ինչքան հեշտ է, այսինքն հեշտ է, մի զլացեք և դուք ինքներդ կատարեք այս բոլոր վարժությունները և ընդհանրապես առավոտյան հատկապես կոնկրետ այս հատվածի համար, պարանոցի այս հատվածը, որպեսզի մկանները լավ ձգվեն, ինչու չէ նաև այս մկանները ձգում են նաև դեմքը, ամենալավ վարժություններից մեկը սա է, որ դեմքը այսպես բարձրացնում եք դեպի վերև, ինչքան հնարավոր է և ձգում եք այսպես, լավ կլինի լեզուն տանենք դեպի վերև, քիմքի մոտ և 10 հատը առավոտ որ արթնանում եք շատ լավ է, շատ լավ է ուղեղի համար, նաև էլի եմ ասել, հենց տեղի մեջ եմ ես անում, դեմքի մկանների համար, այս մատերով ականջի այս հատվածներն ենք անում,
Սա ասում են, որ ընդհանրապես շատ ավելի լավ է եւ նույնը այսպես ականջի հետևը։ Ականջներն էլ պետք է մերսենք, բավականին օղս մնաց ձեռքիս մեջ։ Ուրեմն լավ չէի փակցրել, լավ էր որ ճտտած վարժություն անեն։ Նաև ականջները արթնանալուց հետո անպայման այսպես եւ այս բլթակները ձգեք, շարժեք ականջները։ Մի խոսքով տեսեք ինչքան հեշտ բաներ կան ակտիվ լինելու համար, էներգիա ստանալու համար։ Դե այսքան այս պահի համար, եթե մնամ ավելի շատ բաներ կասեմ, այս պահին ավարտում եմ տանից դուրս եմ գալու, չգիտեմ արդեն ասեցի թե չասեցի, ընկերուս հետ հանդիպելու եմ, գնում ենք անկեղծ ասած հրավիրել է, երկար ժամանակ չէր ստացվում հիշատակելու եղբորս։ Այս պահի համար այսքանը կհանդիպենք։ Եկեք ձեզ նորից մոտիվացնեմ, թե ինչ եփել այսօր։ Խաչապուրիներ եմ պատրաստել, ունեմ բաղադրատոմսը, ես կարող եք նայել։ Բայց ամենահեշտ տարբերակն է շերտավոր խմորը գնել եմ։ Սա էլ նման ձևով եմ պատրաստել, կտրտածների վրա ավելացրել եմ քունջութի սերմեր։ Այս օրվա համար պատրաստել եմ ամենաառողջարար աղցաններից մեկը, որը ես շատ եմ սիրում, հումբազու գազար չամիչ, սև պղպեղ, աղ, սխտոր և թարմ կանաչի։ Թթվասերով եմ խառնել այս անգամ, շատ արտակարգ տարբերակ է, փորձեք, կանաչին էլ կտրատել եմ, որպեսզի լցնեմ ապուրի մեջ, ոսպով ապուր եմ պատրաստում գազարով, ոսպով, առանց կարտոֆիլի։ Բարձրացանք այս սրճարանի վերին հարկը, միացույց տամ թե որտեղ ենք և ինչ ենք պատվիրել։ Քանի որ երկուսս էլ քաղցր չենք ուտում, պատվիրեցինք այս մեկը, որը ահավոր քաղցր էր, պաղպաղակ է շատ հետաքրքիր կոմբինացիայով, շատ համեղ էր։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներին։ Շաբաթ օր է, եկել ենք Ղոմ քաղաքը, այստեղի առևտրի կենտրոնը։ Նամակ էի ստացել այստեղի խանութից, որ Levi's ջինսերը իմ ուզած մոդելով զեղչեր են արել, հիմա եկել ենք այստեղ տեսնենք կա թե չկա, մի խոսքով էլի խանութներով։ Ղոմ քաղաքի այս Black Store խանութը բազմից է վերանվանվել եւ ամեն անգամ մի ապրանքանիշ փոխվել է կամ մի քանիսը եւ հետս հետե ավելի է այնպիսի տեսակներով լցվել, որ գրեթե որևէ բան չեմ կարողանում ձեռք բերել։ Հիմա մտնենք, տեսնենք ինչեր կան եւ գնումներ արդյոք կանեմ թե չեմ անի։ Ահա այն տեսականին, այն բրենդները, որոնք այստեղ ներկայացվում են։ Դրանցից հենց մեկն էլ, որ ես նամակ եմ ստացել, դա Levi's-ն է, եւ ես Levi's-ի շալվարներ գնել եմ թե այստեղից, թե Փխենտանից, որտեղ իդեպ ավելի մատչելի է երբեմն լինում եւ շատ հարմարավետ են Levi's-ի շալվարները, հատկապես սիրուն նստում է հետնամասում։ Մի խոսքով, մտնենք տեսնենք ինչ կա։ Հիմա չգիտեմ, ինձ նման մտածողները շատ են, որ այս խանութը արդեն կարծես թե կիսադատարկ լինի։ Երևի թե բոլորն էլ նամակ են ստացել եւ շտապել են այստեղ։ Ահա ներկայացված է, բայց փաստորեն պարզվում է որոշ տեսակների վրա է զեղչերարված, իսկ ինձ եկածի վրա հենց 49 եվրո ներկայացված էր Levi's-ը։ Նման շալվար, նման գնով չկար իհարկե այստեղ։ Մի քանի բրենդների մի քանի տեսակի շալվարներ վերցրեցի, փորձեցի հագնել, տեսնեմ ինչպես է լինում։ Ձեզ համբերություն, որ ինձ հետ նայում եք եւ տանջվում եք, թե ես ինչեր եմ փորձում։ Համեմատաբար այս Tommy Hilfiger-ի շալվարը համեմատաբար լավ նստեց, բայց կտորը շատ կոշտ էր։ Իդեպ չձգվողներ էին մեծ մասամբ, ձգվողը թեթև է լինում, էլի ծանր են, սեղմում են այդ փորի հատվածում, ես դրանից շատ եմ նեղվում, Ժորժ ջան։ Այս շալվարի գույնն էլ տարօրինակ գույն էր, օրինակ դրա համար որոշեցի որևէ բան չվերցնել, իմ շալվարը հագա եւ դուրս եկա, նորից սա էի ընտրել, որովհետեւ հեշտ է հանել հագնելը։ Անցանք սրահի մյուս հատվածը, որտեղ պայուսակների բաժինն է, տեսնենք ինչ պայուսակներ են նոր ստացել եւ ինչ գներ են։
Վերջապես գտա իմ ուզած շալվարը, շատ փափուկ ձգվող, բայց դե սրա գույնն էլ բաց գույն էր, որը էլի չէի ուզում։ Garcia, իտալական տեսականի է, սա էլ շատ կրակագույն էր։ Ամեն դեպքում ամենափափուկ ու լավ շալվարը սա էր, 80 եվրո արժե եւ 30% զեղչով էր։ Եթե խորաշուն չլիներ, հաստատ դա կվերցնեի։ Եկանք Բեսոն, տեսնենք ինչ կա։ Ինչ որ բան կարելի է ձեռք բերել, կամ ինչ տեսականի ունեն հետաքրքրության համար մտնենք, նայենք եւ շարունակենք մեր ճանապարհը։ Ջան մտանք Բեսոն, հիմա այստեղ էլ կոշիկ կամ կիսաճտկավոր կոշիկներ նայենք եւ տեսնենք կա չկա, էլի միգուցե հարմար բաներ լինի։ Այնտեղ լավ բաներ կային, բայց իմ ուզած բաները չէին, ջինսերներ դե արդեն տեսակ, մի քանիսն էլ փորձեցի, այդպես հարմար չեղավ։ Ամեն դեպքում էլի պիտի փնտրեմ։ Մի տեսակ կոշտ էին, մի տեսակ ուրիշ ձևով էին։ Վայ, այնքան հետաքրքիր է, որ այս գունագեղաշունը համընկավ մեր լսելի երաժշտության հետ։ Հենց հիմա մեքենայի մեջ Ռուբեն Հախվերդյանի մեր սիրո աշուն երգն ենք լսում։ Շատ սիրուն է։ Արագ ներկայացնեմ մեր գնումները եւ այս ընթացքում մեր ճաշը եփում է, շատ սոված ենք։ Ահա այն ձիթապտղի յուղը, որով ես ճաշեր եմ պատրաստում։ Տոմատի հյութ գնեցինք, մակարոն, հունական յոգուրտ, սա էլ բուլկունոման այդպես հաց է, ոլոր շաքարավազ, ալյուր, կոնֆետ, կարագ, թթվասեր, բոլոկի, կարտոֆիլ, պղպեղ, տոմատի մածուկ 2 մզվածքով, շատ պինդուլավ է ստացվում, խեցգետին, արդեն ասեց, սա էլ հունական յոգուրտ, ահա այսքանը, և Գազեդոնիայից միշտ գնում եմ նման տիպի շատ թափանցիկ բարակ գուլպաներ, շատ հարմարավետ են։ Սիրելի հետևորդներ, նորից տանից դուրս եկա, արդեն տեսակ ինչ գնումներ արեցինք Կարֆուրից, մի քանի միտքել Գրանֆրեից էին գնել, մոռացա ցույց տամ, հետո ցույց կտամ, որովհետև սոված ենք, շուտ միշտ տեղավորեի, նկարեցի, ձեզ ցույց տվեցի, հիմա տանից դուրս եկա գնում եմ Աշեմ, հաշնդեմ, այդպես ասեմ, շատերը, որ ավելի պարզ հասկանան, գնամ տեսնեմ այդտեղ ինչ կա, մի խոսքով գնում եմ մեր մոտի Գալիլ հիպերմարկետը եւ տեսնեմ ընդհանրապես ինչ բաներ կան, էլի երկար ժամանակի այդտեղ չեմ մտել։ Մի խոսքով սիրելիներս էլի շարունակվում է շալվարի փնտրումները։ Դե այս բայի համար այսքանը, մնացեք ինձ հետ, կհանդիպենք։ Աշեմի ցուցափեղկերը միշտ կանչող ու գրավող են։ Միակ տեղն է մնացել մեր քաղաքում։ Քաղաքի կենտրոնում է կար, փակվել էր, այստեղ շատ մեծ սրահ է։ Դե փորձենք հերթով այս խանութի ջինսե շալվարները։ Բնականաբար տարբերվում են, միշտ եմ ասել, որ Աշեմի շալվարները ինձ վրա լավ են նստում, բայց ափսոս, որ ձգվող չեն, շատ կոշտ էին եւ մի տեսակ սեղմում են։ Այս մեկը ավելի լավ նստեց, բայց այնքան կոշտ է, սպանում է։ Հետո շատ դժվար քաշեցի, փակեցի ցեպը, դրա համար չեմ վերցնի, ջահելներն են հետո այս ձևի տակը կտրածներով հագնում։ Բայց լավն է, չէ՞։ Հիմա փորձեմ մեկ ուրիշ մոդել։ Տանեմ տեսնեմ սրանից կա իմ համարով սա հավանեցի, եթե լինի կվերցնեմ հաստատ։ Չէ, իմ համարը չեղավ ցավոք հարցրեցի, հաստատ եմ, որ ձգվող կտոր չի, իմ համարը 42-ն է, բայց այստեղ շատ ձգեց էլի, ես նեղվում եմ, որ շատ է ձգում։ Դուրս գամ Աշեմից, գնամ տեսնեմ, որտեղ եք եմ նայում։ Վերջ կամտա իմ համարը ընդհանրապես չկար, վերջի մեծավազմերը դա 40-ներ։ Աշեմից դուրս գալուց նկատեցի այս սվիտերը, նկատել եք, որ խանութներում ավելի շատ լինում են 70-ականների, 80-ականների սկզբի մոդելներ։ Նմանատիպ ունեցել եմ, գույնը շագանակագույն, մտնեմ մանգո, տեսնեմ այստեղ ինչ կա, մանգոում սովորաբար լինում են ձգվող կտորներից, տեսնենք այս անգամ կլինի թե չէ։ Վերցրեցի 3 մոդել ընդամենը, որոնք ձգվող էին։ Մեկ այս վելվետե շալվարը,
Այստեղ գույնը շատ հետաքրքիր է երևում էկրանից այս կողմ, իսկ այնտեղ ուրիշ էր եւ հատուկ այդ վելվետի համար պետք է այնպիսի բաներ գնեի, որ սիրուն սազար։ Ջինսից լավը չկա, եւ պրակտիկ է, եւ հարմար է, եւ շատ լավ է ստացվում բաճկոնների հետ։ Ահա, կարծես թե այս մեկի իմ ուզածն է, բայց 42-ը ինձ մեծ է։ Տեսնեմ, եթե փոքրը կլինի հագս, ուրեմն հենց սա էլ կվերցնեմ ու կավարտվի իմ ջինսի շալվարի փնտրումները բոլոր խանութներում։ Վերջապես ազատ շունչ կքաշենք։ Սա էլ հատուկ անոնց Լիլիի բնակիչների համար, որ Կիկոյի իտալական կոսմետիկայի խանութ է բացվել Rue Esvermoise-ի վրա, շատ մոտ է դեղատանը, տեսեք թե որտեղ է գտնվում, եւ այստեղ այդքան էլ շատ մարդ չի լինում, իսկ Օղալիլում գրեթե մշտապես հերթեր են լինում։ Մտնենք ներս եւ տեսնենք, որ ընդամենը մի քանի մարդ են, նորություններն էլ մի քանի էսպես են, շրթներկներ են, մատիտներ, տեսեք ինչքան գեղեցիկ հաճելի սրահ է։ Կարող եք շտապել այստեղ, զեղչեր էլ կային։ Ես գնումներ չարեցի, որովհետեւ կարիք չկար, բայց սրանից հետո պետք է գամ այս սրահը եւ չեմ գնա արդեն Օղալիլի սրահը, որտեղ մշտապես հերթեր են լինում։ Կարծում եմ կհամաձայնվեք եւ կշտապեք հենց այստեղ։ Ահա, սա էլ նորությունը Լիլ քաղաքի բնակիչների համար։ Դե արդեն մութ ընկավ, սպասում էի, որ մեր քաղաքի լույսերը կվառվեին, բայց ուշացավ։ Ճիշտ է, մութ է, բայց գունավոր լույսերը չվառվեցին, որ ձեզ ցույց տամ ինչքան գեղեցիկ է լինում մեր քաղաքը երեկոյան, վարդագույնի մեջ խոսանում եմ, հաջորդ անգամ ցույց տամ։ Աղջիկներն էլ աղջիշնիկ էին անում, նկարվում էին։ Այսպես սիրելիներս, բարի գիշեր բոլորիդ, ցտեսություն։ Սրանով ավարտվում է իմ տեսանյութը, լավ մնացեք, առողջ մնացեք ինձ հետ։ Կհանդիպենք ինչպես միշտ Ֆրանս Վիտասյա վլոգ ալիքում, միշտ նույն տեղում եւ պաչիկներով ցտեսություն բոլորիդ, կհանդիպենք։